Հրապարակ թերթը գրում է. անցած կիրակի Սևան քաղաքի Սրբոց հրեշտակապետ այս եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ պատարագից հետո, որի ընթացքում չէր զեղչվել ամենայն հայոց կաթողիկոսի անունը, Փաշինյանի թիմում շփոթված են, ոչ մի կերպ չեն հասկանում, արդյոք շեֆը ձեռքերը լվացել է եկեղեցու եւ վեհապարի թեմ արշավից, թե դադար է վերցրել մեծ պատերազմից առաջ եւ չի ուզում ընտրող կորցնել։ ՔՊ-ի ներսում հակված են նրան, որ առնվազն հրադադար կկնքվի այս փուլում եւ կսպասեն խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որից հետո եթե հունիսի 7-ին իրենք հաղթեն, հարցն ինքն իրեն կլուծվի եւ վեհապարն ինքնակամ կհեռանա։ Հրապարակ թերթը գրում է. օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ԿԳՄՍ նախարարությունը գրություն է ուղարկել դպրոցներ պահանջելով հեռացնել Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների փառքի անկյունները։ 2 տարի առաջ կրկին նման տեղեկություններ տարածվեցին, սակայն գործընթացը կանգ առավ հանրության բարձրացրած աղմուկից հետո։ Այժմ կրկին տնօրեններին հրահանգված է երեխաների հետ Արցախի թեմայով որևէ զրույց հիշատակում չանել եւ հեռացնել փառքի անկյունները։ Տնօրեններից մեկը մեզ մանրամասնեց, թե կոնկրետ ինչ բովանդակության գրություն են ստացել։ ԿԳՄՍ-ից հորդորել են փառքի անկյուններից Արցախյան պատերազմներում զոհվածների նկարները հանել եւ միայն թողնել Հայաստանի զինանշանն ու դրոշը կից գրությամբ լավ սովորիր, որ լավ ապրես։ Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի հատիկ առ հատիկ հեշթեգի տրամաբանության մեջ գործող գլխավոր դատախազան Աննա Վարդապետյանը հերթական հայցադիմումն է ներկայացրել դատարան։ Այս անգամ ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Սևանում գտնվող հարսնաքար համալիրի վերաբերյալ։ Հայրապետյանի եւ նրա ընտանիքի դեմ մեկ այլ հայց էլ կա ենթադրյալ ապօրինի գույքերը բռնագրավելու պահանջով, որն այժմ դատաքննության փուլում է։ Հետաքրքիր է, որ հարսնաքարի դրվագն առանձնացրել են եւ գույքը խլելու հայցը ներկայացվել է հարսնաքար ՍՊ-ի եւ ոչ թե Ռուբեն Հայրապետյանի դեմ։ 2.5 ամիս առաջ, երբ Աննա Վարդապետյանը կառավարության նիստում հայտարարեց, թե ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի եւ մի իրավաբանական անձի միջև 2022 թվականի դեկտեմբերի 2-ին կնքվել է 2.8 հ հողամասի վարձակալության պայմանագիր եւ դատախազությունն առաջարկում է այդ պայմանագիրը լուծել ու հողամասի վրա արկա գույքերն օտարել Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ին, խոսքը հենց հարսնաքարի տարածքի մասին էր։ Իսկ թե ինչպես են հողի անօրինական օտարման հիմքով թանկարժեք գույքը բիզնեսը սեփականատիրոջից խլում, դա երևի միայն Վարդապետյանին է հայտնի։ Հրապարակ օրաթերթը գրում է. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որ վերջերս ասել էր, թե հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցել չմասնակցելու մասին կհայտարարի մարտի կեսերին, իրականում ցանկություն չունի մասնակցելու դրան։ Նրա մտերիմներից մեկը մեզ հետ մասնավոր զրույցում անկեղծացավ, որ Սիամոն լավ գիտի, որ ինքն ընդունելի չէ ոչ արցախցիների, ոչ հայաստանցիների շրջանում, սակայն եթե խնդրեն որոշեն, որ ինքը պետք է խաղի մեջ մտնի, որոշակի խոստումներ տան հետագայի հետ կապված, ապա չի մերժի։ Օրաթերթը գրում է. երեք քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել նախկին կարկառուն դեմքերից մեկի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի նկատմամբ։ Քննչականի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ ՀԹ-ն 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան առանց հիմնավորման հանձնարարել է ոստիկանության ծառայողներին բռնություն գործադրել Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակից ԷԱ-ի նկատմամբ եւ նրան տեղափոխել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Ով է ԷԱ-ն, ովքեր են իրենց լիազորությունները գերազանցած ոստիկանները, որոնք խոստովանել են, որ մարդ են ծեծել, անհասկանալի է հաղորդագրությունից։ Այս քրեական վարույթը ուշագրավ է այնքանով, որ 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակում հակակոռուպցիոն կոմիտեում կար հարուցված քրեական վարույթ եւ ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ դեռ 2021 թվականին որոշում է կայացվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ նույն Հովհաննես Թամամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը պաշտոնին նշանակվել էր 2023 թվականի մարտի 16-ին։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրել է նրա 2024 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, որը համադրության մեջ հարցեր է առաջացնում։ Անշարժ գույք եւ փաստացի տիրապետում։ 2024 թվականի հայտարարագրում Հակոբյանը նշել է, որ երկու անշարժ գույք ունի, առաջինը Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող բնակարան
բնակարան, ձեռք բերված 2000 թվականին, որը 2024 թվականի օգոստոսի 1-ին վաճառվել է 41 միլիոն դրամով։ Երկրորդ գույքը գտնվում է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, փաստացի տիրապետվող բնակարան, սակայն սեփականության իրավունքի կրողի մասին տվյալ չկա։ Այլ կերպ ասած, փոխոստիկանապետը բնակվում կամ օգտագործում է գույք, որի իրավական սեփականատերը չէ։ Նախկին ոստիկանապետ Հակոբյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, ավտոմեքենա նրա անունով գրանցված չէ։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1,361,965 դրամ։ Կանխիկ 12,7 միլիոն դրամ։ Փոխոստիկանապետը հայտարարագրել է 2 կանխիկ գումար 10 միլիոն դրամ, 2 միլիոն 700,000 դրամ։ Ընդհանուր 12 միլիոն 700,000 դրամ կանխիկ միջոց։ Կանխիկ միջոցների ծագման վերաբերյալ հայտարարագրում բացատրություն նշված չէ։ Համեմատության համար 2023 թվականի հայտարարագրում նա ունեցել է ընդամենը 1,5 միլիոն դրամ կանխիկ, այսինքն մեկ տարվա ընթացքում կանխիկ գումարը աճել է ավելի քան 8 անգամ։